Բարև բոլորին, դուք Digitwix ալիքում եք։ Դեն շարունակում ենք պատասխանել մեր երկու հարցերին եւ մեզ այսօր հարց են տվել, ասում են Digitwix-ի պատճառով ձեր ժամանակ մնում է գիտելիքեր սովորելու, ինչպես է այդ ժամանակը ձեր դասավորում, որ ամեն ինչ հասցնենք, պատվիճները մտածում են, որ մենք ժամանակ չունենք դասի։ Ասեմ, որ մենք ունենք, քանի որ մենք մեր վլոգերը նկարում ենք շաբաթ-կիրակի, մենք շատ լավ կարողանում ենք կառավարել եւ լավ ուսում ստանալ եւ նաեւ ձեր համար լավ վլոգեր նկարել։ Իսկ երկրորդ հարցը այն էր, թե ես ու Էվան ուզում ենք շարունակենք մեր ծնողների կարիերան, մեկը պարուսիցիա, մեկը դերասան է։ Անկեղծ ես դեռ չգիտեմ ես ինչ եմ ուզում դառնամ։ Ես ասել եմ ամենտեղ, որ ինձ հետաքրքրում է հոգեբանությունը, բայց ես դեռ վստահ չեմ, բայց ինձ թվում է ես հատուկos լինելու եմ այս հարթակում, բայց կարող է ուրիշ մասնագիտություն ունենամ, բայց լինելու եմ այս հարթակում այդ 100%։ Ես էլ դեռ չեմ կողմնորոշվում, բայց իմ կարծիքով իմ ծնողների կարիերան կշարունակեմ, բայց էլի վստահ չեմ, որտեղ ես ամեն շաբաթ փոխվում եմ ու այսքանը։ Խոսենք իմ վլոգից, ով ինձ վլոգից, մեր վլոգից, ասեցի մեր, ասեցի իմ Լավ կարևոր։ Մենք հասանք Alex Theater։ Ինչու ենք մենք հիմա եկել Արևիկ եւ ինչու ենք նկարում Արևիկի Ամերիկայի ամենաառաջին մենահամերգ։ Ես շատ փոքր ժամանակվանից երգով եմ զբաղվել, նույնիսկ ունեմ շատ հայտնի տեսահոլովակներ, որ վստահ եմ գոնե 10-ից մեկը լսած կլինի։ Ես գնացել եմ Արևիկ Հայաստանում մոտավորապես մի 5 տարի, առանց Miss Lilith-ի վստահ եմ այդ տեսահոլովակները չեն լինի, քանի որ նա է ինձ սովորացրել այդ շնորհքը, վոկալը, այդ ամեն ինչը։ Miss Lilith-ը Հայաստանից եկել է եւ Ամերիկայում ստեղծել է Արևիկ Music Center-ը։ Երեք նրա առաջին մենահամերգներ։ Շատ կարևոր է, որ իմ ամենալավ դասատուի կողքին եմ, սենց կարևոր օր։ Alex Theater-ը դա շատ հայտնի theater է Glendale-ում, որտեղ տարբեր երգիչներ գալիս են, ելույթ են ունենում, տարբեր պարողներ գալիս են ու պարում են իրենց սիրուն պարերը, եւ այսօր մենք գնալու ենք Արևիկի backstage, ցույց ենք եւ երեխաների ներվերը ուտենք։ Ինչքան շատ ու լավ երեխեք կային այնտեղ։ Ես իմանան մտանք, ես ու երեխեքը մեզ մոտիկացան, գրկեցին, սկսեցին ղժոց էր այնտեղ։ Նկարվում էր, Happy birthday, dear Sapsi. Happy birthday to you. Ես չի podcast-ում, որ այսքան շատ եք դուք, ոնց եք։ Լարված եք։ Երգիկա սիրում ես Արևիկ Music Center։ Այո։ Ուրախ ես, որ այսօր երգելու ես։ Ուրախ եմ։ Ուզում ես երգչուհի դառնաս, թե ուրիշ բան ես ինչ-որ։ Իհարկե ուզում եմ երգչուհի դառնալ։ Պայլու ես, չէ՞ այսօր։ Վոպլես։ Երեխեք հիշում եք, ինքը մեր աստղային վլոգի մեջ կար, հիմա ինքն էլ աստեղ երգելու ես այսօր։ Լարված ես։ Երեխեք մի հատ անկեղծ ասում եք, Miss Lilith-ը խիստ է։ Ինքը շատ խիստ է։ Բայց դու իրան սիրում ես որպես ուսուցչուհի։ Սիրում ես երգել։ Ինչն ես սիրում ես Արևիկի մեջ որ գալիս ես։ Երգել։ Մենք ենք լուրտեղ, այս լուրտեղում միած շատ surprising, շատ շոկային բան կասեմ։ Երեխեք հաճախել եմ Հայաստանում Արևիկ, բայց ինքն Լիլիթի խստությանը ես չեմ դիմացել, դրա համար ամեն օր իստերիկաներ էի անում, ինչ-որ բաներ էի հորինում։ Ինձ ընդհանրապես Miss Lilith-ի խստությունը չէր խանգարում, որտեղ ես ունեի passion։ Երեխեք գնամ Miss Lilith-ը վերևն է։ Կելիթի հիմա շատ խարին է, վստահ եմ։ Հիմա ամոթ կլինի, ես ուզում եմ գնամ բեմ ու մի քիչ կրինջ բաներ անեմ։ Oh my god։ Երեխեք մի շատ կարևոր բան ասեմ, իմ կարծիքը ճիշտ է, ոչ մի երեխա չի սիրում խիստ ուսուցչուհի, հա, բայց երեխեք առանց այդ խստության լիքարտնիստեր չեն լինի, ինչպես ոնց որ հիմա կան։ Չկա ոնց որ տեղ չկա։ Ուրախ եմ, որ եկել եք, որ իմ հետ եք, այսօր իմ կողքն եք։ Դվել business lady։ Դա ձեր ամենաառաջին մենահամերգն է, չէ՞, Ամերիկայում։ Մենահամերգ։ Իսկ ավելի դժվար էր կազմակերպել այս ամեն ինչը, քան Հայաստանը։ Միանշանակ ավելի դժվար էր։ Ավելի դժվար։ Որովհետև օրենքները այլ են, խստությունը այլ է։ Հայաստանում հետո ավելի շատ
ընկերներդ կողքիդ են։ Լիլիթ, ես մեր ջիջիքսիկներին պատմեցի, որ ես հաճախել եմ Արևիկ, Հայաստանում, բայց մի քանի օրով մեկը էլի հաշվում է։ Որոշել էիր դառնալ բիզնես լեյդի։ Մի անգամ դասի վերջում դու հուզվեցիր, նեղվեցիր, ասել որ դու էլ չես ուզում երգես, ու ես քեզ համոզում եի, որ դու պետք է երգես, որ դու Յանայից ավելի լավ տվյալներ ունես, դու ավելի լավ կարաս երգես, քեզ sense շահագրգռում էի, բայց դու ասեցիր, որ ոչ, ես պետք է դառնամ բիզնես լեյդի։ Որոշել եմ, ես բիզնես լեյդի եմ դառնալու։ Հիմա ես ուզում եմ գնամ մի հատ անցյալ։ Բարի օր մաղթում ենք ես ու դու իրար Հեյ, քամի ներնասում ու լույս է սրտերի մեջ Միս Լիլիթի հետ է եղել իմ առաջին ձայնագրումը բարի օրի համար, որտեղ ես այնտեղ ինչպես միշտ ինձ ցույց տվեցի ու ինձ այնտեղ բոլորը հիշեցին, որպես իստիրիչ կա։ Ձայնագրությունից ունենք կադրեր, որ այդ իմ փուշը որ ես ինձ բոլորի մոտ ցույց տվեցի։ Այո, ամբողջ ձայնագրությունը մեր պրավալ։ Չեմ անում, նայե։ Ասեք, որ այսօր չի ձայնագրվել, ուղղակի փուշ է անում։ Այսօր չենք ձայնագրվել։ Փուշ։ Ես հասկանում եմ, նա դու թողես, որ ես Յանան ինձ բերել էր կոնֆետ, հետո այդ կոնֆետը բերել էր տենց տուփի մեջ էր, ես դրել էի դաշնամուրի վրա եւ մենք մեր դասը արեցինք, հետո Յանան պտտվեց, կանգնեց, ասի Յան կարող ես գնալ դուրս արի դասարանից, արդեն այնտեղ քեզ սպասում է տատիկը, ինչա պետք հարց կա, ասում է, կոնֆետ տուր ուտեմ, ես քեզ կոնֆետ եմ Հիշում եմ, որ փոքր էի, մի 4 տարեկան, ամենափոքրը ես էի խմբում, ինձ Միս Լիլիթը ձեռքից վերցնում էր, տանում էր Արման Հովհաննիսյանի շատ հայտնի երկար Էլինա, որտեղ ես նկարվեցի, եթե տեսել եք այդ կլիպը, ինձ այդտեղ եթե գտնեք, գրեք, որտեղ ես դեռքան փոքր եմ, սենց բաներ եմ անում։ Երեխեք, հիմա մի քիչ դուրս եկանք հանգստանանք, որովհետև երեխաները շատ աշխուժ էին։ Այ, նայեք, ընկեր Միլեն, տեսեք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ։ Ընկեր Միլենը մեր Արևիկ մյուզիկ ցենտրում դերասանության եւ բեմական շարժմի ուսուցիչն է։ Եղել է, որ ինչ-որ երեխա է եկել, ու դուք իրան ասել եք դու հենց դերասանուհի պիտի լինես կամ դենց երգչուհի պիտի լինես։ Ես սովորել եմ այնքան պրոֆեսիոնալ մարդկանց մոտ, ինչպիսիք է Դաջեր Չիսակցյան, Արտուր Գրիգորյան, իրանցից սովորել եմ մի հատ բան, որ ձեր հետ էլ ուզում եմ կիսվեմ, դա հենց այնա, որ երգը եւ դերասանությունը դրանք շատ փոխկապակցված են իրար հետ։ Ինչ որ մի աստիճանում լավ երգիչ են, երգիչն է, այն արտիստն է, ով որ կարողանում է ճիշտ ներկայացնի իր երգը ու բովանդակությունը երգի։ Մերսի շատ։ Ձեզ մերսի, շատ ուրախ եմ որ տեսեմ։ Փոքրերի հետ մի քիչ լավ ժամանակ անցկացրեցինք, իրենք շատ ակտիվ էին ու շատ բարձր էին իրանց բանում, վերջապես ավելի մեծ երեխաների հետ ենք, մեր հասակակիցների հետ ենք, թինեյջերների։ Բոլորը ասում են, որ ինքելիթը խիստ է, բայց ինչ անում, որ տենց խիստ է։ Հա, դասերի ժամանակ միանշանակ դե պետքա խիստ լինի, որ արդյունքի ինչ որ հասնեն։ Ասում եմ եկած։ Երեխեքը, բայց ընդհանուր առմամբ Միս Լիլիթը շատ բարի է։ Ուղղակի դասերը, որ չեն կարողանում այդ շարժումներ անենք, դրա համար են ջղայնանում։ Բայց իրականում ինքը շատ բարի է։ Ինքը ջղայնանում է, որ մեզ լավ պահենք ու ոնց որ ամենից լավ։ Եթե ինչ որ մեկը լավ չի երգում, ինքը կարող ասի սենց երգի, որ ավելի լավ։ Okay, երեխեք մի հատ հետաքրքիր միտքի մոտ առաջացավ։ Բոլորդ հուսով եմ բոլորդ նայում եք Digitfix մի հատ Այո, մերսի շատ։ Եկեք ինչ-որ մի հավես երգ մտածենք Digitfix-ի մասին, ռեփ կամ էլ չգիտեմ ինչ-որ մի ուրիշ ոճի։ Digitfix-ներ, մեր YouTube-ներ։ Digitfix-ներ, Երեխեք ասեմ, որ ես շատ եմ սիրում այս backstage-ի vibe-ը, որովհետև ամենտեղ սենց շուխորով բոլորը խոսում են, բոլորը պարապում են ու շատ հավես vibe-ը, crazy vibe-ը։ Կուլիսները ինձ թվում է ավելի հետաքրքիր է, քան այն ինչ որ կատարվում է բեմում։ Այնտեղ կար մի հատ աստղ, սուպեր սաքոն, սուպեր սաքոն արևիկների հետ երգում էր, եւ մենք գնացինք իրանից փոքր հարցազրույց վերցրեցինք։ Հատ շատ հետաքրքիր բան ա եղել, մի քանի շաբաթ առաջ Sweet 16-ները դուք այդտեղ երգում եք, ես էլ այդտեղ, ու որ դուք մտաք, դուք հոբելարին ասին if nobody loves you, սուպեր սաքոն Always remember, if nobody loves you, Super Sako loves you. Super Sako is a therapist now, so Դու բոլորն եք այդ ասում, թե ուղղակի այդ ավելի ուրախ է։ Շատ մեծ սեր ունեմ բոլորի հանդեպ։ Նամանավանդ իմ ունկնդիրների։ Կերեմ երկրեցնեն, բոլորին շատ սիրեմ։
Դե։ Ես դասոր մաման պապան կերճ։ Սուպեր շաքարներ սիրում եմ։ Նաև Արևիկում կար իմ շատ սիրելի ընկեր Թագուհին, ընկեր Զակուհին ընդեղի մեր բարի ուսուցիչներ, ու ես շատ եմ սիրում, ես հիշում եմ, որ ինքը ամենաֆան, ամենաազատ դասատուներից մեկն էր, որ ինքը մեզ կասեր, երեխեք սիրուն ձեր սիրած անգլերեն երգեր ուղարկեք, որ դրա տակ ռազմին կանենք, ու ես հիշում եմ ինչքան էի ուրախանում, որ տենց Ariana Grande-ի տակ բան ենք անում։ Եղեք ծանոթացեք, սա Սոֆիանա, բոլորը ասում են, որ ինքը շատ լավ է երգում, ու միջև սկսելուց եմ ասում, որ շատ սիրուն է քո շորիկը, Զովինը քեզ շատ ասազում։ Սոֆիա, հիմա լարված ես դու, որտեղ սոլո ես, չէ՞, աներում մենակդ ես երգելու, մի քիչ լարված ես։ Դե մի քիչ, բայց ես գիտեմ, որ շատ լավ կանեմ եւ ինչ որ լինի, թող լինի, դե։ Քեր բոլորը ասում են, որ դու շատ լավ ես երգում, կարես ինչ որ մի հատված երգես, որ երգելու ես համերգի ժամանակ։ Երազանքներին ես կուղարկեմ երկինք, որոնց ձև դառնա կաթիլ իջնեն երկին, երազանքի ճամփան մոտ է թվում այնքան, ես կամաց կանցնեմ ու կհասնեմ նրան։ Ես ուստեմ ինքը ապագայում շատ հայտնի է դառնալ Ջամալ Հիշեգիրյան։ Մի հատ ծաղալու բան կարելի է այդ պատմել թե ամոթը։ Մի անգամ ուղղում ենք քայլում ենք, մեկ էլ մի հատ մարդ է անցնում, կներեք ես իրան չճանաչեցի, ես շատ անցնում ենք, մեկ էլ մաման ասում է կանգնած մարդը հարցազրույց վերցեք, ես թվում է ինչ-որ մի երգի, չէ՞, ուզում եմ իրան ինչ-որ մի հարցեր տամ երգի մասին լավա չտվեց, հետո պարզապես որ ինքը հաղորդ արա, ու հետո որ ես տեսնեմ ոնց է ինքը դուրս գալիս բեմ ու այդ բանը անում, ասում եմ մամա ջան, ինչ պատկերացրեք մեկ Եվան ասել, որն է ձեր սիրած երգը, որ դուք կատարել եք։ Այդ մարդու անունն էր Արտավազ Լամիրյան։ Դուք հիմա լարված եք, բոլորն այդ հարցը տալիս են, որտեղ հետո լարված եք։ Միշտ բարձրանալուց առաջ միշտ լարվածությունը կա, հուզմունքը կա, այդ ավելի շատ պատասխանատվությունն է, քան երևի թե հուզմունքը կամ մերվեցություն, որովհետև երբ ես բարձրանում հանդիսատեսին տեսնում ես սափահարությունները լսում ես ամեն ինչ անցնում։ Իսկ դուք ընդհանրապես երգել եք, ձեր չգիտեմ անցյալում կամ հիմա, թե դուք երգել կապ չունեք։ Ես եղել եմ նախագիծ, որ երգել եմ 2 աստղ նախագծում, Սիմբա Ֆոպրանի հետ, բայց ընդհանրապես որ ասեմ երգել գիտեմ, երգել չգիտեմ իրականում, բայց Արևիկի հետ երկար ճանապարհ եմ անցել, դեռ 17-18 տարի առաջ Արևիկի համերգները Հայաստանում միասին էինք կազմակերպում, ես էի պարում ու ինձ համար այսօր պատմական ու պատասխանատու օր է նաև, որովհետև գիտեմ, որ արևիկցիները գլենդելում եւս հրաշալի գործունեություն են ծավալում։ Այդ շատ խոսք ենք տալի Արտավազ Լամիրյան ջան, մենք ձեզ ավելի լավ կճանաչենք, ձեր արվեստի հետ կծանոթանանք, որ սենց տհաճ սիտուացիա չլինի։ Okay, երեխեք, մամա քիչ դուրս ենք եկել Starbucks խմելու ու ասեմ, որ այսքան ժամանակ որ մենք Արևիկում ենք, մեր տատիկը գնացել էր Վարշավիրի մոտ, մեր տատիկը գնացել էր Վարշավիրանոց, որպեսզի իր մազերը կտրեն։ Այդ վլոգի հետ կապ չունի, ուղղակի պայծակեղակ ասցինք նկարենք ու գնացինք ու մաման ասում է, եղեք պասեք, ես ուզում եմ ձեր ռեակցիան նկարեմ, ասում ենք, okay, հետաքրքիր է, ինչ են արող է, ուզում մամա մեր ռեակցիան նկարի։ Տատիկը քաչալացել է։ Ջոլկեմ կարմիրան երկել։ Մեկ էլ տատիկը գալիս է ու իրան սենց չոկա են կտրել։ Այս սենց չէ, այս սենց։ Այս շատ լավ է, այս սենց։ Ես սովախես ես կտրեմ ազերոտ։ Հատի կենտրոնում գլենդելի ոնց կարելի է։ Փոքր ժամանակ մի հատ դեպք ա եղել, որ ես բոլորից թաքուն գնացել էի մկրատը վերցնել, ես չոլկա էի կտրել, այդ չոլկան ավելի սիրուն էր, քան տատիկի կտրած չոլկան։ Իսկ ինչ են քեզ օրել։ Տատիկը նույնպես բայց ես ավելի վատ ա, քան քաչալ, եթե դու քաչալաներ տունել։ Սենք տատիկը գալիս է բողոքում ասում է, ինչ են արել, դու մեր նորմալ վարդավիրներ են բավական։ Ես իրան նկարեմ, ցույց տվեմ մի քանի հատ, ասեմ ես էս եմ ուզում ստա։ Ահա, նստեք, ախնոցները անեք, մեկ է որ ախնոցները սավական նայեց։ Հարգելի գլենդելի վարշավիրներ, ովքեր կարող են այս գլուխգործոցը փրկել, խնդրում եմ գրեք մեզ դիրեկտով։ Այդ էր եկից ծաղալը, բայց հիմա տատիկի հետ ամեն ինչ օքեյ է, իր մազերը դուրս գալիս են։ Թե արդեն կամաց սկսում է։ Okay, let's turn like a princess. Yay! Look, guys! Two princess. Any chingav, basi. Yes, Ձեզ հաջողություն։ Ամեն ինչ շատ լավ է լինում։
Բա, ստրեսային busy woman։ Մեր մոտ հիմա ստրեսային վիճակ է։ No stress, only happiness։ Երեխեք վերջապես համերգը սկսում է, հիմա մենք կգնանք նստենք ու կվայելենք համերգը ու ձեզ մի քանի հատ կադորցից կտանք։ Իմ վերջին համերգը Արևիկի հետ եղել է 2020 թվականում, երբ որ Արցախում պատերազմ էր եւ կազմակերպվել էր շատ լավ իվենթ այդ բոլոր Արցախի երեխաների համար եւ մենք այնտեղ երգեցինք իմ ամենասիրած երգը Փրկենք աշխարհը մեր սիրով։ Աշխարհը մեր սիրով Փրկենք մեր երգելով ու դառնանք ընտանիք մեծ Արևիկ Այդ երգը շատ եմ սիրում, ունդեղ երեխեքի շատ կարոտում եմ, սենց հենց համերգը ընդեղ սկսեց, ընդեղ երբ որ այն երգերն են երգում, որ ես Արևիկում եմ երգում, սենց աչքերս լցվել էր, հիշողություններ եմ դեմնեցել, որ տեսա ընդեղ երգում են, ես կարոտեցի շատ, որտև իսկականից ընդեղ լիքը ես ուսում եմ ստացել, լավ ժամանակ եմ անցկացրել ու կարոտում ես։ Այո։ Հələ։ Ու Wait։ Music Center գեղարվեստական ղեկավար Լիլիթ Բադալյան Միս Լիլիթ, մենք շատ հպարտանում ենք ձեզանով, ապրեք, որ սենց լավ բաներ եք անում, մենք ձեզ շատ սիրում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն, որ նայում եք մեր վիդեոները, մենք շատ սիրում ենք ու շատ շնորհակալ ենք, որ դուք եք մեր հետ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, լայքեր դնեք, կոմենտներ գրեք ու չմոռանաք follow տաք մեր Instagram-ին եւ ուրիշ social հարթակներին, որտեղ այնտեղ գցում ենք content, որ չկա YouTube։ Հաջող բոլորին։ If nobody loves you, GG tweet us։ Այո։